Բարև ձեզ ժողովուրդ ջան, ես մի քանի բառով ուզում եմ անդրադառնամ ամսի 11-ի հանրահավաքին, այս հանրահավաքը Սամվել Կարապետյանի հանրահավաքը չէր, իմ պատկերացմամբ, ուժեղ Հայաստանն եք ասում ինչ դրա այս հանրահավաքը ամբողջ մեր ազգի հանրահավաքներ ընդդեմ այս ապիկար իշխանություն կոչված խաբեբաների, ասեմ ավելին, ես ընդեղ տեսել եմ հանրապետականներ կային, դաշնակներ կային, շարքային բոլոր կուսակցություններից կային, կոնգրեսականներ կային, ես այդ օրը ինձ համար ՔՊ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերանվանվեց, դառավ ՔՊ քաղաքացիական փալասներ, չնայած իմ պատկերացմամբ վաղուց էր այդպես, այդ օրը հաստատվեց, բայց ես հիմա ուրիշ բանից եմ ուզում խոսեմ, ժողովուրդ ջան, հիմա նայեք տեսեք, զարմանում են բոլոր այն լրատվամիջոցների վրա, այն քաղաքական գործիչների վրա, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին, գիտեք ինչի համար, ոչ Նիկոլին, այլ վարչապետ Նիկոլին, օրինակ քննադատեք բժիշկը քննադատում են, եթե լավ բուժում չի իրականացնում, նավաստին քննադատում են, եթե լավ նավը չի վարում, այս մարդը 8 տարվա մեջ 8 ժամ վարչապետ չի եղել, ինքը չի էլ իմանում, որն է վարչապետի գործառույթը, հասկանում եք, ոնց է 8 ժամ վարչապետ չի եղել, ավելացրած արժեքի հարկ, չգիտեմ, հնա, ետի մինչերը հարցեք, ինքը հասկանում նման բաներից, ես այս բաներից եմ զարմանում, պետք չի քննադատել մարդուն, որ դուք տեսել եք, որ ինքը 44 օրյա պատերազմից հետո մի հատ կառավարության նիստում լուրջ նստի, սկզբից մինչև վերջ, հլը հիշեք, հլը նայեք, մի հատ գոնե, չկա միտեղ որտեղ չծիծաղի, չհռռա, անեկդոտ չհիշի, անգամ եթե հիշում եք, Թաթարի երգն էր երգում, մի անգամ էլ Թաթարի մի քառ ոնց որ արտասանեց թե երկեց, ով է դրան գլուխանում, այդ դհոլչին, հիմա դհոլչի է, թե չգիտեմ, զուռնաչի է, թե ինչ է, վարչապետ չի աշխատել, ոչ մի, ոնց եք մենք սրանցից նեղանամ, այն նեղանալ ինքը չի հասկանում, որ վիրավորում է, գնալով, ասենք գնում է Արտաշատ, համայնքային ընտրությունները, 5 տեխնատու կա, կարող է Մարդունեցին գա Արտաշատ տեխնատություն դնի, դնում է Արտաշատին, գնում են, հետներնել են Վահագն Ալեքսանյան կա, որ առանց տրուսիկ ծառայել է, ով գիտի մինչև հիմա սովորություն է դարձել դրա մոտ, որ 10 կհակնի գլխին կքաշի, թե ինչ կանի, մարդ գլուխ էլ չի անում, գնում է Արտաշատ, Արտաշատներին ասում է, գիտեք, Սակոին ընտրեք, Պողոսին ընտրեք, Արտաշատու աշկի առաջ օրինակ ծնված մեծացած տեխնատու է, Արտաշատին է որոշում, ում ընտրի, Վահագն Ալեքսանյան, դուք այսօր գնացել եք Արարատ, որ ընդեղ ինչ եք քարոզելու, ինչ ունեք ցույց տալու, ձեր ցույց տվածը մենք տեսել ենք, մինչև առեսօր մենք տեսել ենք, դու գնաք քո Իջևան, տենամ Իջևանում ինչ պիտի անես, եկել ես գնում ես մասիսիներին ես սովորում, Գյումրի գնացիր գյումրեցիներին սկսեցիք խել սովորացնել, դուք ձեր անցյալը հլը մի հատ նայեք, անցյալում ըստ խոսակցությունների մերսման սալոնում, մերսման սրահում մենեջեր ես աշխատում, մենք ձեր նմաններին անվանում ենք սուտինյորներ, հիմա էլ եկել ես ժողովրդին ինչ եք բան անում, ես չեմ կարող չանդրադառնալ, ասենք ժողովուրդ ջան, պատմությունը կրկնվում է, այս պատմությունը վտանգավոր պատմությունն է, որը կրկնվելու է 30 տարի անց, եթե հիշում եք 1996 թվականի ընտրությունների ժամանակ, կարևոր չի, ով էր արժանի, ով արժանի չէր, պայքարում էին Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Մանուկյանը, Վազգեն Մանուկյանը ոնց որ թե հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում էր հանձնել իշխանությունը, բայց գտնվեցին մարդիկ, ովքեր հայտարարեցին, կա անունները չեմ էլ ուզում տամ, եթե անհրաժեշտ լինի հազարների կսպանենք, բայց իշխանություն չէինք տա, թե ինչ տեխնոլոգիա պիտի կիրառեին, որ հաշվել էին 800-1000 մարդ պիտի սպանեին, որ իշխանությունը պահեին։ Հիմա
Նիկոլ Փաշինյան երկել մի հատ խորհուրդ եմ տալի։ Մինչև ընտրություն հավաքի քո այդ լնգուլ ավազներին ուղի Շվայնֆուրտ, Գերմանիա Շվայնֆուրտ քաղաք։ Քաղաքով ոնց ասում ես խոզերի արտանները, ձեր նման են բոլորը։ Կխուզեք, կմաքրեք, ձեր գործը էդիա։ Դուք դենտել չիմացաք, թե ինչ է նշանակում բանը։ Զարմանում են բոլոր այն վերլուծաբանների մեջ, օրինակ միտինգ կա, ամեն օր վերլուծում է Տրամպին, Պուտինին, չգիտեմ ես իմ ումը, Լիլիթ Դալակյան։ Նայեմ տենամ, լավ, հայ խելացին ով է, որ բոլորին քննադատում է, վերջում Նիկոլո Պուպուշա։ Նայեմ տենամ ապարանցի է։ Սրանից լավ անեկդոտ էլ որտեղից եք ուզում իմանալ։ Այս հերիք էլա բոլ էլավ։ Մի ճանապարհ կա։ Հա, մեկ էլ մի բան էլ ասեմ։ Ուրեմն ժողովուրդ ջան, 2008 թիվներ, 2009 թիվներ, նույն ձևի ամենաժողովրդավարական տարիներն էին, երբ որ մենք նոր էինք սկսել աշխատանք տանել 99 թվիներ, երբ որ նույն իմ դավալեցի թուրքը Կորյուն Հակոբյանին ծեծեց, եկավ ներկայացավ որպես մինիստրի եղբայր ու ծեծեց, ինչ-որ մի հատ հարցի համար, ես զարմանում եմ, 2009 թվին, նայել եմ երբ որ Վազգեն Սարգսյանի արձանն էին դնում Արարատում, եղբայրը եկավ 15 րոպե կենաց խմում եմ Ռոբերտ Քոչյանի և Սերժ Սարգսյանի կենացը, իրանք իմ ծնողներից ավելի լավ բաներ ինձ արել, քան իմ ծնողները։ Բայց 2019 թվին խոսում ասում որ Ռոբերտ Քոչարյանը ինձ 2003 թվականին զերոյացրեց։ Այս կարգի քամելիոն բորենի գոյություն չունի։ Ու սրանք այնքան եմ ուրախ, որ այսօր Նիկոլին Յավնի աջակցում է Արամ Սարգսյանը, ում օրոք Ստեփան Դեմիրճյանի քցին քաղաքական փոսը, Կարեն Ստերոպիչին ֆիզիկապես քցին փոսը, 2008 թվականին Արթուր Բաղդասարյանի հետ միասին կոնգրեսին քցին փոսը։ Նիկոլ, դու արդեն փոսում ես, քեզ աջակցողը քո համար է փոս պատրաստում։ Անձամբ ես աջակցելու եմ այն ուժին, ով կվերակենդանացնի, որպեսզի ագարակից մինչև Բագրատաշեն բոլոր ընտանիքներում աշխատացնեն, թեթև արդյունաբերության ոլորտը, կոշկեղեն, շորեղեն եւ այլն, որովհետեւ աշխարհի ամենամոդայիկ, ամենասուպեր մոդելերները հայ երեխեքն են։ Հայ ամենագրագետ կլինեն Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Հայաստանում, ամենագրագետ, ամենախելացի երեխաները մերոնք են։ Այդ նարկոմաններից ինչ երեխա պետք է ծնվեին։ Միայն մեր երեխեքը, այն ուժը, որ գումար կներդնի թեթև արդյունաբերության ոլորտում, սա ոլորտ է, որը պահանջում է աշխատանք, որպեսզի եւ ոլորտ է, որտեղ աշխատատեղը իրոք կդառնա 300,000 եւ թե ոչ ավելի, ոլորտ է, որտեղ աշխատավորը օրինակ գումարը կստանա, բիզնեսմենը կստանա մի տարի, 2 տարի անց։ Իսկ սրանք ինչ են սովորել։ Ասֆալտ լապել, ասֆալտ փռել, փողը լապել, ասֆալտ փռել, փողը լապել։ Եթե վաղը Նիկոլ հանգստկանի ասի, «Էй ժողովուրդ ջան, 8 միլիարդը դրեցի ձեր վզին», բայց մինչև խաբարելա նախկինները գողացան թալանին, չզարմանաք։ Սրանք մեր ազգին դրել են հիմարի տեղարա, հելեք ու վռնդվեք, ուղիղ Շվայնֆուրտ, բոլորը միասին, կներեք։